Մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գավաթնաժողովի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը նոր շերտ է բացում հայ-ադրբեջանական օրակարգում։ Բաքուն հայտարարում է, որ չի դիտարկում մասնակցությունը որևէ մակարդակով, ոչ միայն նախագահի, այլ նույնիսկ նախարարի կամ այլ պաշտոնյայի ձևաչափով։ Սա արդեն պարզապես արարողակարգային հարց չէ, սա քաղաքական ազդակ է։ Ermənistan artıq bizim şərtlərimizi qəbul etməyə hazır idi. Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ մի կողմից Ադրբեջանը կրկնում է իր վաղեմի դիրքորոշումը, որ Իլհամ Ալիևի այցը Երևան կարող է թյուր տպավորություն ստեղծել, թե բոլոր հարցերը լուծված են։ Մյուս կողմից մասնակցությունից ամբողջական հրաժարումը հուշում է, որ մինչև մայիս խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը նվազագույն է։ Իհարկե, որևէ կերպ պետք չէ բացառել, որ ի վերջո ինչ-որ մակարդակի ներկայություն ապահովի։ Բոլորովին վերջերս հայ վառ արևմտամետներից մեկը հայտարարում էր, թե համոզված է, որ առաջիկա 2 ամսում կստորագրվի այդ պայմանագիրը, թե ինչու կամ որտեղից է համոզված, այդքան էլ պարզ չէ, բայց հետո իհարկե կգտնեն բացատրություն, թե ինչու այդուհանդերձ չստորագրվեց։ Կասեն ի վերջո, որ Պուտինը խանգարեց։ Գործնականում մեղմ ասած մեծ հարց է, թե Փաշինյանին պետք է, որ ընտրությունից առաջ ստորագրվի այդ խաղաղության պայմանագիր ասված է։ Այն, որ Փաշինյանը հայտարարում է ստորագրելու պատրաստակամության մասին, ըստ փորձագետի, իհարկե հասկանալի է, դա ժանրի կանոնն է, բայց չկա վստահություն, թե նա ունի առնվազն ընտրությունից առաջ դա անելու իրական շահառություն։ Այդ հարցերի, այսպես ասած, բաց լինելը Նիկոլ Փաշինյանի համար էլ մանևրի հնարավորություն են։ Միևնույն ժամանակ հենց այդ բաց հարցերն են ձևավորում նրա քաղաքական ներկայության պահանջարկը։ Հետևաբար ես կկասկածեի, թե նա շահագրգռված է, այսպես ասած, խաղաղության շուտապույտ ամբողջացման հեռանկարով։ Իսկ այն, որ Ալիևը չի գալու Երևան կամ Բաքվից մարդ չի գալու, ընդհանրապես Փաշինյանի համար բոլորովին հոգ չէ։ Կարևորը, որ Բաքվից գալիս է բենզինը։ Հայ-ադրբեջանական խաղաղության ոդիսականի եւ այս համատեքստում նախապատրաստվող ընտրական պրոցեսների առումով արժե դիտարկել մի հանգամանք եւս։ Հայաստանի արտգործնախարարությունը չի հերքում, որ արտգործնախարար Արադ Միրզոյանը փետրվարի 13-ին Բրյուսել նամակ է հղել, խնդրելով Երևան ուղարկել արագ արձագանքման խումբ։ Արտգործնախարարության մամուլի խոսնակի հավաստմամբ սա նոր գործընթաց չէ եւ վերաբերում է Հայաստանի ու Եվրամիության շարունակական համագործակցությանը ժողովրդավարական եւ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ։ Սակայն վերլուծաբանը չի բացառում, որ արագ արձագանքման խմբի, այսպես ասած, տրանսֆորմացվի ներկայումս քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Եվրամիության առաքելությունը հայ-ադրբեջանական իբրև խաղաղության պայմաններում դառնում է ավելորդ։ Ավելին, Ադրբեջանը ինչպես դեմ էր դրա տեղակայմանը սահմանին, այնպես էլ խաղաղության պայմանագիր կոչվածի տեքստում ամրագրվեց սահմանին երրորդ ուժերի բացակայության դրույթը։ Հետևաբար առաջանում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ավելորդության հարց։ Հետևաբար պետք չէ բացառել, որ Եվրամիությունը դիտարկում է դրա փոխարեն այսպես կոչված արագ արձագանքման ուժերի մշտական տեղակայում, այս դեպքում հիբրիդային առիթով։ Владимир Владимирович, позвольте сперва поблагодарить вас за приглашение. Հայաստանում նախընտրական իրավիճակն այս պարագայում միայն առիթ է, իսկ իրական պատճառները թաքնված են ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում, ներառյալ ԱՄՆ, Եվրոպա մրցակցությունը եւ ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը։ Արևմուտքը պատրաստ չէ պատասխանատվություն ստանձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման համար, հայտարարում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Նրա խոստովանությամբ մինչև 2022 թվականը Ռուսաստանի եւ Արևմուտքի դիրքորոշումները հայ-ադրբեջանական կարգավորման հարցում սկզբունքորեն հակասական բնույթ չէին կրում։ Արևմուտքը չէր ցանկանում եւ առաջ անցնելով ասեմ, որ հիմա էլ չի ցանկանում իրապես խառնվել ձեր խնդիրներին եւ պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի վերակառուցման եւ վերակառուցման հետևանքների համար։ Նրա համար սա ընդհանրապես ավելի մեծ կապերի մի մասն է։ Իրան, Թուրքիա եւ Մերձավոր Արևելք։ Սրանք տարածաշրջանի ընկալման տարբեր դիտանկյուններ են։ Արևմտյան երկրների հիմնական նպատակներից մեկն այն էր, որ Ռուսաստանը կոտրի ատամները այս ուղղության վրա, մինչդեռ Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության մասին հայտարարությունները մինչ օրս ստորագրված համաձայնագրով ամրագրված չեն։ Այս պատճառով էլ նրա կարծիքով արևմտյան երկրները փաստացիորեն թույլ էին տալիս Մոսկվային առաջատար դեր խաղալ բանակցային գործընթացում, համարելով, որ այս ուղղությունը լուրջ քաղաքական դիվիդենտներ չի բերելու։ Միևնույն ժամանակ ձախողումների դեպքում պատասխանատվությունը կարող էր բարդվել Ռուսաստանի վրա։
Իրավիճակը փոխվել է 2022 թվականին, եթե մինչ այդ Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերությունները կառուցվել են առանձին տարածաշրջաններում ընտրողական մրցակցության եւ համագործակցության մոդելով, ապա 2022 թվականից հետո Մոսկվան սկսել է ընկալվել որպես համակարգային հակառակորդ։ Ուկրաինական պատմությունը մոբիլիզացրել եւ շատ առումներով համախմբել է Արևմուտքին։ Լիակատար միասնության մասին խոսելը թերևս վաղաժամ է, բայց համախմբվածության աստիճանը զգալիորեն բարձր է, քան նախկինում, եւ Կովկասում այդ հայ-ադրբեջանական կարգավորման ոլորտում Արևմուտքը մեզ համար դարձել է թե մրցակից, թե հակառակորդ։ Նրա գնահատմամբ խնդիրներից մեկը տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազեցումն է։ Այս համատեքստում քաղաքական գործիչ շտապում է հիշատակել Հայաստանի ղեկավարության 2022 թվականի որոշումը, այն է Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչելը։ Միևնույն ժամանակ վստահեցնում է, այս քայլին Հայաստանին ակտիվորեն դրդել են արևմտյան երկրները եւ գործընկերները։ Ֆրիդա Ղազարյան, Վազգեն Հովհաննիսյան, TV News։